Կարգալույց հոգևորականը խոստանում է միշտ համբուրել կաթողիկոսի աչը։ Այն նույն կաթողիկոսի, որի մասին բղավում էր, թե ամուսնացած է եւ ունի զավակներ։ Կաթողիկոսը չի կարա ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Նա այսպես գորգորալով ճանապարհում էր Հովանավանք եկած Մայրաթորի պատվիրակներին։ Նրանք կարգալույցին բերել էին գրություն այն մասին, որ այսօր ցերեկը 3-ին պետք է հանձներ եկեղեցու բանալիներն ու հեռանար։ Չեմ ընդունում։ Դուք հարգեք։ Հարգեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ էս թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք։ Դե որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Այսօր տեղի ունեցած պսակադրության արարողությունից հետո Ստեփան Ասատրյանը, նույն ինքը կարգալույց քահանան, առանց վրդովվելու հանգիստ պատասխանում էր լրագրողների հարցերին։ Նրա խոսքով, ի սկզբանե ծնողները ցանկացել են, որ հենց ինքը կատարի պսակադրության ծեսը, սակայն Տեր Սարգիսը նրանց վախեցրել է, ասելով, թե ամուսնության վկայական չի տա եկեղեցին։ Այդ մարդիկ ցանկացել էին, որ պսակադրությունը ես անեի, այս ամենից հետո ցանկացել էին, որ ես անեի, անգամ հայրը մոտեցավ ու մյուս քահանային խնդրեց, որ արարողությունը ասես Տեր Արամն է անելու, բայց երբ որ դուրս են եկել դուրս եւ հարցին փեսային եւ նաեւ ծնողներին, մյուս քահանան վախացրել է, որ եթե Տեր Սարգիսը, որ եթե Տեր Արամը անի արարողությունը, մենք ձեզ վկայական չենք տալու։ Կարգալույցը չի պատրաստվում լքել քահանայությունը, քանի որ եկեղեցում շատ մարդիկ կան, որ Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժել են ու կարգալույց չեն եղել, իսկ ինքը ընդամենը եկեղեցու խնդիրների մասին է բարձրաձայնել ու դրա համար կարգալույց են արել իրեն։ Փաստացի կարգալուծությունը ուղղակի թղթաբանության վերածեց այդ process-ը ընդհանուր, բայց խորքում երբ որ ես առաջին օրվանից սկսեցի այս ամեն ինչը լուսաբանել, այլևս ես նրանց համար եկեղեցուց դուրս էի դրված։ Ինչ է կարգալուծությունը, եթե ոչ այդ եկեղեցուց դուրս դնելը։ Հավատացեք, որ այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս process-ը։ Հովանավանքի նախկին հոգևորականը փաստեր ունի, որ կաթողիկոսը կին ու երեխաներ ունի, բայց չի հրապարակի։ Սպասում է, որ ժամանակը գա։ Ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրաթորը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան։ Եկեղեցու դեմ քաղաքական արշավի արձագանքները մարզերում լսել են մեր գործընկերները։ Լոռիում եւ Տավուշում մարդիկ ապշած են, նեղված, ասում են Աստծուն դեմ գնալ չի կարելի, երբ հարցնում են, թե ինչպես են վերաբերում Հայաստանի վարչապետի հայտարարություններին կաթողիկոսի հոգևորականների մասին։ Շատ վատ թշնամիներ են հայ ազգի, ամեն տեղ էլ խնդիր կա, բայց կարելի է բարեկամաբար, մարդասիրաբար, ազգովի լուծել տես հասել, հարցը չկա, որ չլուծվի, բայց ոչ այդ մեթոդներով, որ այսօր իշխանությունը գործադրում։ Եկեղեցին հայ ազգի հիմնակարն է։ Այսօրվա իրավիճակը գնահատում եմ շատ բացասական, եկեղեցու նկատմամբ կարելի ասել թրքության են տանում, չգիտեմ, չեմ ընդունում այս իրավիճակը։ Մեր քրիստոնեությունը չպիտի այսպես ոտնահարվի, ինչպես հիմա անում են մեր իշխանությունները։ Աստծու դեմ չի կարելի գնալ։ Դա իրենց մեջի կռիվներն է, չի կարելի։ Աստծու դեմ դա սխալ բան, դա մեղք է։ Այն որ պետք է հոգևորականությունը իր տեղը կատարի ու ավելի շատ բարոյապես կարողանա մեր ազգին առաջ մղել, քանի որ մեր ազգը բարոյապես շատ մեծանկում է ապրել ու ահագին մեծ խնդիրներ կան։ Մալացիա տոնավաճառի կոշիկի պայեսներից մեկում բռնկված հրդեհը փրկարարներին հաջողվել է մարել։ Ցերեկը դեպքի վայրից երկինք բարձրացող ծուխը նկատելի էր քաղաքի տարբեր հատվածներից։ Կրակի դեմ պայքարում էր 6 հրշեջ մեքենա։ Հրդեհի ականատեսներն են պատմել, թե ինչպես է այն բռնկվել։ Մի անգամից ուզեցան փրկեին կրակավորից բացվեց խանութ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանությունների հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումները եւ հոգեվորականների ձերբակալությունները։ Խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ամբողջ քրիստոնեական համայնքին։ Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները եւ դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։ Դրանք կամայական եւ անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը եւ կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Գրված է կազմակերպության հայտարարությունում։
Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի հետ հայդատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկել են Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախայության Արցախ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պատանդարված հայ գերիների ազատ արձակման հարցերը։ Իսրայելացի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին։ Երուսաղեմի հայոց պատրիարքության կալվածոց տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը ԱՄՆ փոխնախագահային ներկայացրել է հայ եկեղեցու եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկատվություն։ Գյումրիում ձերբակալված 37 հոգուց 13-ին դատարանը կալանավորել է։ Ձերբակալված անչափահաս տղայի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ երկրից բացակայելու արգելքը։ Կալանավորվածների մեջ է մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Նա ծնունդով Գյումրիից է, ծանրամարտի Հայաստանի հավաքականի լեգենդար մարզիչ երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդին։ Մեր ձևով շարժումը Մխիթարյանի կալանավորումը համարում է ապօրինի եւ քաղաքական հետապնդում։ Հոկտեմբերի 20-ին Վարդանանց հրապարակում աշխատող լրատվականների ուղիղ եթերներում երևում է այն պահը, թե ինչպես է Ռուբենը ձեռքերը վեր պարզած փորձում հանգստացնել ոստիկաններին եւ քաղաքացիներին։ Հաջորդ կադրում արդեն տեսնում ենք, թե ինչպես են Ռուբենին ոստիկանները բերման ենթարկում։ Գիշերը դատարանի բակ ընկերոջն աջակցելու են գնացել մեր ձևով շարժման անդամները։ Իրադարձություններից տեղակ լինելով մեկնել էր հայրենի քաղաք որպես փաստաբան եւ ներկայացել էր որպես փաստաբան, որից հետո երբ ոստիկանների եւ մեր ժողովրդի մեջ ջուր իրարանցում էր նկատել, արագ գնացել էր այդտեղ եւ ձեռքերը բարձր, ափերը բաց, փորձել էր որդորել խաղաղություն։ Տեսանյութերը նայելով նրա արարքի մեջ անձամբ չեմ տեսել ոչ մի բան, որ հնարավոր է իրավապահ մարմինները տեսնեն որպես հանցագործություն։ Ասма բանա Իշխանությունը չի կարողանում մարսել ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունը, որ պատրաստվում են անընդհատ գրոհել Հայաստանի կառավարության դեմ, մինչև ազատ չարձակեն Կարապետյանին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է այսօր ամբիոնից սպառնացել փաստաբան Ամստերդամին։ Սամվել Կարապետյանին մին անթրաշ անպլաշ փաստաբան ասում է բանա գրոհելու եմ Հայաստանի Հանրապետության վրա, ղալլաթես անելու գլուխդ պատին ես տալու։ Հայաստանի Հանրապետության դեմով կփորձի ինչ-որ սադրանք հրահարելու, կփորձի գրոհել, հակաշները քաշելու։ Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Արմավիր քրեակատարողականի կալանավորը հիվանդանոցի պատուհանից թռել է եւ փորձել փախչել։ Քրեակատարողականի ծառայողը նախազգուշական կրակոց է արձակել օդ, սակայն կալանավորը չի կանգնել։ Ծառայողը կրակել է կալանավորվածի ոտքին, կանխելով նրա փախուստը։ Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ կալանավորվածին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հունվարի 27-ը կսահմանվի որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ անկախ падգամավոր Գեգամ Նազարյանի նախագծին։ Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։ Եվրամիության երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը ներառում է նաև Ռուսաստանի բնական գազի ներմուծման արգելք։ Նախաձեռնությանը միացել են բոլոր անդամ երկրները, մինչև վերջին պահը Սլովակիան չէր հաստատել փաստաթուղթը, Եվրամիությունից պահանջելով էներգետիկ գների, ինչպես նաև կլիմայական քաղաքականություն, մեքենաշինական եւ ծանր արդյունաբերության պահանջներին համապատասխանեցնելու երաշխիքներ։ Ռուսական կապույտ վառելիքի ներկրումը կարգելվի երկու փուլով։ Կարճաժամկետ պայմանագրերը կդադարեցվեն 6 ամիս անց, իսկ երկարաժամկետները 2027 թվականի հունվարի 1-ից։ Նոր պատժամիջոցների փաթեթը նաև սահմանում է ճամփորդական սահմանափակումներ ռուս դիվանագետների համար եւ ընդլայնում է Մոսկվայի ստվերային նավատորմի ցուցակը, ավելացնելով եւս 117 նավ, հիմնականում նավթատարներ։ Բացի այդ, սահմանափակումների ցուցակում ներառվել են ղազախական եւ բելառուսական բանկեր։ Պատժամիջոցների ցանկում կհայտնվեն նաև չինական նավթային արդյունաբերության 4 կազմակերպություններ։
հաջողություններ, սակայն նրանց անունները հրապարակվելու են ավելի ուշ։ Ուկրաինան ողջունել է պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը, նշելով, որ Կիևի մի շարք առաջարկներ ներառվել են դրանում։ Պատժամիջոցների ավելացմանը միացել է նաև Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնը ռուսական էներգետիկ հսկաների Ռոսնեֆթի 28 եւ Լուկոյլի 6 կառույցների հետ գործակցությունը դադարեցնելու համար 1 ամսյա ժամկետ է սահմանել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ սահմանափակումները վերաբերում են ցանկացած կառույցի, որտեղ Ռոսնեֆթը կամ Լուկոյլը ունեն ավելի քան 50% բաժնեմաս, նույնիսկ եթե այդ կառույցները ուղղակիորեն նշված չեն պատժամիջոցների ցուցակում։ Լրագրողների հարցին, թե ինչու է ԱՄՆ նախագահը հենց հիմա ավելացրել Ռուսաստանի դեմ սահմանափակումները, Թրամփը պատասխանել է. Ես զգացի, որ եկել է իրական պահը։ Մենք արդեն երկար ենք սպասել։ Относятся к России враждебно. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նշելով, որ ԱՄՆ-ի շատախոս խաղաղարարն այժմ կանգնել է Ռուսաստանի հետ պատերազմի ճանապարհի վրա։ Թրամփի կայացրած որոշումները Դաշնության դեմ պատերազմի ակտ են, ասել է նա։ Ֆրանսիայի խորհրդարանում երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդորը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման մասին։ Գեներալի խոսքով պատերազմը կարող է դրսևորվել հիբրիդային ձևով, որի միջով իրենք արդեն անցնում են, կամ հնարավոր է ավելի կոշտ բախումներ լինեն։ Գլխավոր շտաբի պետը չի թաքցրել, որ ֆրանսիական ռազմական պլանավորման հիմքում ընկած է Ռուսաստանից բխող սպառնալիքի գիտակցումը։ Նա խոսել է Մոսկվայի հնարավոր մտադրությունների մասին, զգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է գայթակղվել եւ շարունակել իր ռազմական գործողությունները եվրոպական մայրցամաքում։ Այդ մարտահրավերներին դիմակայելու համար ըստ Մանդոնի Ֆրանսիան պետք է առաջին հերթին էականորեն մեծացնի իր ռազմական բյուջեն։ Արդեն մշակված պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է հաջորդ տարի տալ 57 միլիարդ եվրո, ինչը 13%-ով գերազանցում է այս տարվա ռազմական բյուջեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինային տոմահակ հեռահրթիռավոր հրթիռներ տրամադրելու Զելենսկու խնդրանքը։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ Ուկրաինային տրամադրել այդ հրթիռները։ Շատ մարդիկ չեն գիտակցում, բայց տոմահակերի հետ մի խնդիր կա։ Դրանց ճիշտ օգտագործումը պահանջում է առնվազն 6 ամսից մոտ 1 տարի ուսումնառություն։ Ուստի միակ տարբերակը, որ դրանք մենք պետք է գործարկենք, իսկ մենք դա չենք անի։ Հանդիպման ընթացքում Թրամփը նաև ասել է, որ միայն ԱՄՆ-ն գիտի ինչպես է պետք օգտագործել հրթիռները եւ պատրաստ չէ այդ գիտելիքը փոխանցել ուրիշներին։ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային, իսկ վերջինս իր խոսքերով Ռուսաստանի խորքերին հարվածելու համար օգտագործում է բացառապես եվրոպական արտադրության հրթիռներ, ասել է ԱՄՆ ղեկավարը։ Անդրադառնալով Ռուսաստանին, Թրամփը հայտարարել է, որ իր համոզմամբ Մոսկվան ցանկանում է վերահսկել ամբողջ Ուկրաինան, սակայն ինքը չի պատրաստվում թույլ տալ նման զարգացում։ Նա հույս ունի, որ Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները երկար չեն գործի եւ նշել, որ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը կարող է զգալի դեր ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ չեղարկել է Բուդապեշտում նախատեսված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացառել նման հանդիպման հնարավորությունը մոտ ապագայում։ Երեք ռուսական կողմը հերքել էր հանդիպման չեղարկման մասին լուրերը, դրանք որակելով կեղծ եւ բամբասանք։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կտրականապես դեմ է Ռուսաստանին որևէ տարածքային զիջման գնալու։ Զելենսկին հայտնել է, որ հրադադար հնարավոր է, բայց ըստ նրա Ռուսաստանի վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել։ Արձագանքելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցներին, նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հենց այն է, ինչին իրենք սպասում էին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է Ուկրաինայի հարցում Արևմուտքի կամավորների կոալիցիային, հայտարարելով, որ նրանք պարզապես պատրաստ են ուրիշների մահվան ուղարկել։ Պատերազմամետ երկրները արդեն ձևավորել են իրենց դաշինքը։ Շատ ճոխ ձևով նրանք դա կոչում են կամավորների կոալիցիա։ Եթե Բրյուսելը չխանգարեր Ամերիկայի խաղաղարար նախաձեռնությանը, պատերազմը արդեն ավարտված կլիներ։ Բոլորը գիտեն, եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ այն ժամանակ, պատերազմը չէր էլ սկսվի։ Հունգարիայի վարչապետի այսօր կազմակերպած խաղաղության երթին Բուդապեշտում մասնակցել է ավելի քան 200,000 մարդ։ Վերջին օրերին Օրբանը պատրաստվում էր Բուդապեշտում անցկացնել Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ուկրաինական հարցով գագաթնաժողով, սակայն այն կարծես թե առաջիկա շաբաթներին տեղի չի ունենալու։ Երևանի Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի եւ կկոչվի ազգային հերոս բարերար երջանկահիշատակ Քրքր Քորյանի անվամբ։ Որոշումն ընդունվել է Երևանի ավականու այսօրվա նիստում։
Երևանում տեղի ունենում կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովը։ Կազմակերպությունը միավորում է 57 կարգավորող մարմինների, խթանելու ժողովրդավարական արժեքները, պաշտպանելու խոսքի ազատությունը եւ ապահովելու մեդիա բազմազանությունը։ Համաժողովում քննարկվել են մեդիա բազմակարծության, մեդիա ազատության եւ թվային դարաշրջանում կարգավորող մարմինների ռազմավարություններին վերաբերող հարցեր։ Հայաստանը, որը կազմակերպության անդամ է 2010 թվականից, ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Երևանյան համաժողովին մասնակցում է մոտ 40 երկրի պատվիրակություն, այդ թվում Թուրքիայի կարգավորող մարմնի պատվիրակությունը։ Թուրքական մարմնի հետ համագործակցությունը կարևորվում է Թուրքիայում հայալեզու առցանց արտակներին աջակցելու տեսանկյունից։ Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։